Գլխավորը մենք ենք ու Ամերիկան, չէ՞։ Ավստրիա։ Երազին երկիր հայրենի Խնձոր կսիրես։ Այո, սիրեմ։ Երթամ քեզ համար խնձոր։ Խնդրեմ ուշադրություն կնկարեմ։ Բայց կանեմ։ Ստեսու։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ։ Մենք շարունակում ենք Հենրիկ Մալյանի 100-ամյակին նվիրված ոդքասթների շարքը։ Ու այսօր իմ հյուրը սիրված դերասան, անկեղծ արվեստագետ Մկրտիչ Արզումանյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Շնորհակալություն, որ չմերժեցիք հրավերը ու եկաք։ Շնորհակալություն, որ հրավիրեցիք, որովհետև մենք խոսելու ենք մի լեգենդար անձնավորության մասին, ում աշխատանքները ինձ համար եղել են կատարելություն։ Պարոն Արզումանյան ջան, մի հարց, հուզված եմ մի քիչ կներեք, որովհետև ինձ համար էլ դուք արվեստի ասպարեզում են հրաշք անձնավորություններից եք, ով չի դադարում կրթվել, ինքնակրթվել։ Հա, ու ուզում եմ իմանալ, երբ տեսաք Մալյանի առաջին ֆիլմը, ձեր կյանքում երբ առաջին անգամ տեսաք ֆիլմը, ինչ զգացողություն զգացիք։ Զգացողությունները այնքան շատ են, որ յուրաքանչյուր կադրից այսպես ասեմ, որ ծարավ ես լինում, ինչ կերպ ես սպասում այդ ջուր խմելու արարողությանը, ու այդ ամեն կումը վայելում ես, չէ՞, այդ նույնը կատարվեց Եռանկյունի ֆիլմը դիտելիս, դե փոքր էի, ես շատ փոքր էի ու մինչև օրս դա լավագույն ինձ համար դա լավագույն ֆիլմն է։ Հետո երևի թե հարազատ բան կար, Մկրտիչներ, իմ անունն էլ էր Մկրտիչ, ես ինչ որ այդպես ավելի հարազատ էր ինձ համար այդ ամենը, որ իմ անունի հետ կապված ֆիլմ է, բայց դե ինչ ասեմ, յուրաքանչյուր կերպար, յուրաքանչյուր ակնթարթ ֆիլմի մտածված, գեղեցիկ, այնքան լավ էր փոխանցած, որ ասեմ, մինչ օրս ես ու քույրս անընդհատ ցիտում էինք այդ ֆրազները, արտահայտությունները անընդհատ մենք օգտագործում էինք, կրկնօրինակում էինք ու այդ ֆիլմը մինչ օրս ապրում է իմ մեջ որպես լավագույն ֆիլմ կարող եմ ասել։ Քանի որ Մալյան թատրոնում են գտնվում, իմ հյուրերին միշտ այդ հարցը տալիս եմ, մի պահ երևակայ ենք։ Հիմա մենք երևակայ ենք, եթե լիներ հենց հիմա Մալյանը ու նկարեր Եռանկյունին այս պահին ու ձեզ առաջարկեր, որ դերը կցանկանայիք խաղալ։ Դե բոլորը ասոցիացնում է, այսպես ասեմ, այնտեղ կար նաև Աշխարհաբեկ, չէ՞։ Այդ Աշխարհաբեկին ասում են, Աշխարհաբեկ ջան, դե որ բարձրահասակի ասում են Աշխարհաբեկ ջան գլուխ հետ բան, ես ահավոր կոմպլեքսներ ունեի հասակիս հետ կապված այդ ժամանակ ու ինձ ահավոր դուր չէր գալիս դա։ Հիշեցի այս իմիջիալոց հիշեցի, ինչքան կապ է ունեցել այդ ֆիլմը ինձ հետ։ Կարծում եմ երևի թե դե ինքը պետք է ասեր, ես որ կերպարը պետք է խաղայի, կարծում եմ Մկրտիչի, ով ամուսնանում է Լյուբայի հետ։ Բայց շատ էի սիրում նաև Ջիգարխայանի կերպարը, Արմեն Ջիգարխայանի։ Այդպես չէ, այնտեղ կերպար չկար, որ այսպես ինչ որ չմտածված լիներ կամ կիսով չափ ինչ որ մտածված լիներ, բոլորը մաքսիմալ, այսպես ասեմ, քամված կերպարներ էին ու այնքան հստակ գծեր էին, այնքան բնավորության գծեր, այնքան հստակ էին երևում, որ յուրաքանչյուրը քեզ թվում են հարազատ անձնավորություններ։ Մանավանդ Գյումրու բարբառը, նույնիսկ բարբառի առումով կարող եմ ասել, որ դե բոլորը չէին, որ կատարյալ խոսում էին, բացի երևի Մհեր Մկրտչյանից։ Ու այդ տարածաշրջանից էին։ Հա, բայց այդ բարբառը այնքան քաղցր էր հնչում, որ յուրաքանչյուր գյումրեցի վստահ եմ, որ մտածում էր, որ այդ իրենց հարազատ բարբառն է հնչում ու այնքան լավ էր մատուցած։ Միջալուց ասեմ, որ Հենրիկ Մալյանի մոտ շատ դերասաններ, ովքեր մյուս ֆիլմերում հնարավոր է, որ մի փոքր նույնիսկ պաթոս լինի իրենց խաղի մեջ, նույնիսկ մի քիչ գերխաղ տեսնես, Մալյանի մոտ այնքան այդ ամեն ինչը տեղին ու չափի մեջ է, որ այդ դերասանները այլ կերպ են երևում։ Ո՞րն է գաղտնիքը Մալյանի Մարդուն մաքսիմալ մոտ, մարդու օրգանիկային մաքսիմալ մոտ լինելը կարծում եմ։ Ոչ մի ձևականություն չկա իր աշխատանքների մեջ։ Մաքսիմալ կյանքում ինչպես պետք է լինի, մենք ենք մեր սարերը, դու գտնվում ես այնտեղ, դու այդ հոտը զգում ես, դաշտի
գյուղական այդ հոտը, այդ ամեն ինչը փոխանցվում է 7D էֆեկտով, կարծում եմ ժամանակ բաներ, սև ու սպիտակ ֆիլմեր ենք դիտում, մաքսիմալ այդ էֆեկտը, այդ հոգուտ մեջ այդ վիբրացիաները գնում էր, նա ապահովում էր այդ ամեն ինչը, յուրաքանչյուր ֆիլմում։ Իսկ ֆիլմերը շատ տարբեր են իրարից։ Չկա ֆիլմ, որը կարող ես համեմատել, ասենք ասել, որ այս ֆիլմը նման էր այն մյուս ֆիլմին, չկա, պարզապես չկա, ու կերպարներն են տարբեր, մոտեցումն է տարբեր, անընդհատ աճի, անընդհատ զարգացնելու այդ ամեն ինչի պրոգրես կա յուրաքանչյուր աշխատանքի մեջ։ Ու ամենակարևորը կարծում եմ ինչն եմ կարևորում, որ նա թողել է թատրոն։ Խոսեցիք թատրոնի մասին ու երևի շատերն էլ գաղտնիք չէ, որ գիտեն, որ ներկայացում եք վերջերս բեմադրե Նարինե Մալյանի հետ համատեղ, լսելով Հենրիկ Մալյանի մասին ու աշխատելով արդեն Նարինե Մալյանի հետ, կարող եք տանել զուգահեռներ։ Կարծում եմ կա, այո, կա զուգահեռներ, բնականաբար հիմքում նորից, ինչպես ինքն էր ասում, հիմքում մարդն է, մարդու մասին։ Նույն այդ ամեն ինչը ես զգացի Տիկին Մալյանի հետ աշխատելիս, յուրահատուկ մոտեցում ունի ամենին, կարծում եմ իր հայրիկի պես ու այլ կերպ է, այլ պրիզմայից է նայում ամեն ինչին, որը որ ոչ ոք չի տեսնում, չի նկատում։ Այն գծերն է տեսանելի սարքում, որը մյուսները օրինակ չեն նկատում։ Ես շատ եմ ուզում, որ այս հենց այդ իմ կնոջ ամուսինը բեմադրեր Տիկին Մալյանը, որովհետև այնտեղ կնոջ հոգեբանություն կա առաջին պլանում, որը պարզապես պատմություն չէ։ Պետք է բացահայտել, թե կինը ինչ է զգացել այդ պահին, որ այդ քայլերին գնացել է, պարզապես ինչ-որ պատմություն չէ, որ նա ապրում է երկու տղամարդու հետ էլ կարող է ամուսնացած լինի։ Այնտեղ շատ նուրբ մոնոլոգներ կան, որը պետք էր հանդիսատեսի համար տեսանելի դարձնել, ու Տիկին Մալյանը դա այդպես արեց։ Դե ես էլ արդեն շնորհավորում եմ արդեն կայացած բեմադրության համար, ինչպես կբնութագրեք Մալյանին մեկ բառով։ Հանճար է, իսկապես հանճար է, որովհետև նման կան հրաշալի ռեժիսորներ, հրաշալի աշխատանքներ ունեն, բայց աշխատանքներ, որոնք իսկապես հուզում են քեզ, կպնում են, նույնիսկ հիմա, երբ որ արդեն 21-րդ դարն է ու թվում է թե զարմանալու ոչինչ չկա կամ ինչ-որ ուրիշ տեխնոլոգիական այդպես հնարքներով պետք է զարմացնեն, այնտեղ կարծում եմ ֆիլմերը կապրեն հավերժ, որովհետև այդպիսի ֆիլմեր էլ չեն նկարահանի պարզապես։ Այսինքն այն կարծիքին եք, որ Մալյանի ֆիլմերը արդիական են հիմա եւ արդիական կլինեն նաեւ ապագայում։ Այո, կարծում եմ դա այդպես է, բայց մարդու համար, մարդու ձևավորման համար դրանք անհրաժեշտ են պարզապես։ Պարզապես անհրաժեշտ է երեխայիդ ասես ստիպես, եթե ինքը ուրիշ բաներով է հետաքրքրված, նայեն այդ ֆիլմերը, որովհետև այդ ֆիլմերը կարելի ասել բառարան են, մարդու բառարան են։ Ու յուրաքանչյուր ասում եմ կադրից կարելի է ինչ-որ մի բան քաղել, իսկ ֆիլմ, որ կկպնի հոգուտ, այդպիսի ֆիլմեր շատ քիչ են։ Այդ ֆիլմերը իմ վրա մեծ ազդեցություն են ունեցել ու այս ամենով զբաղվելու նաև հիմքում են եղել ու ես ձգտել եմ հասկանալ ինչպես է դա փոխանցվել, ինչպես է դա մատուցվել, որովհետև մի դերասանի տեսնում ես ուրիշ ֆիլմում այլ է, ինքը ինչ ուզում անում է, գոռում է, բայց պետք չէ այդ պահին գոռալ։ Հերիկ Մալյանի մոտ ինքը հանգիստ է ու ամեն ինչ շատ այնքան լավ է աշխատում, պարզապես իդեալական է այդ դերասանը իր մոտ լավագույն, այդպես ասում, լավագույն դրսևորումներով է երևում։ Իսկ մյուսների մոտ այդպես ինչ-որ արդեն ինքնագործունություն։ Պարոն, տեսեք ասացիք երեխաների համար, ունեք զավակներ։ Ֆիլմերի հետ, Մալյանի ֆիլմերի հետ կապը չի կտրվել, այսինքն ոչ միայն ձեր զավակները, եւ ընդհանրապես նոր սերունդը կնայի այդ ֆիլմերը այն հետաքրքրությամբ, ինչպես որ ձեր սերունդներն են։ Ես այսպես ասեմ, ես ամենամեծ պատճառներից մեկը ինձ թատրոնի հետ կապելու այն էր, որ ես իմ լինելով թատրոնում բերեմ այդ սերունդի ներկայացուցիչներին թատրոն ու ծանոթացնեմ թատրոնի հետ, որովհետև առանց թատրոնի ես չեմ պատկերացնում ինչպես մարդը կարող է անմասն մնալ, առանց թատրոնի մնալ, չտեսնել դա ինչ է, չզգալ, ժամանակ առ ժամանակ չհաճախել, այդ էմոցիաները չստանալ, որովհետև թատրոնում այդ անկեղծությունը, իսկական արվեստը թատրոնում է։
երբ որ դու պետք է դուրս գաս ու անես այն մաքսիմումը, որը որ գերխնդիրներդ այնքան շատ են, որ դու ֆիլմում կարող ես նկարահանվել, մի քիչ նստել, հանգստանալ, շարունակել աշխատելը։ Այստեղ դու դուրս ես գալիս ու պետք է անես մաքսիմումը, այդ այնքան անկեղծորեն անես, որ հանդիսատեսին, ով կպած է այսօր այդ հեռախոսներից, մի վարքան չկտրվի ներկայացումից։ Կարծում եմ դա հիմա մեր գերխնդիրն է, որովհետև հենց մի քիչ անհետաքրքիր եղավ, արդեն սկսում են հերթապահել, էլի, այնտեղ տեսնենք ով է լայք դրել, ինչ մենք պետք է բոլոր պայմանները ստեղծենք, որ դա այդպես լինի, այսինքն այդ սերունդներին հետաքրքրություն առաջացնենք, ստիպենք միգուցե որ դիտեն, հետո նաև բացատրենք ինչու է այդ ամեն ինչը իրենց պետք ու անհրաժեշտ։ Ճիշտ է, դա շատ բարդ է այսօր անելը, բայց կարծում եմ որ դա պետք է անել։ Բա ինչ դիտեն։ Այսօր ցավոք Հայաստանում շատ քիչ են նկարահանվում այդպիսի ֆիլմեր, որոնք կարող ես ներկայացնել փառատոններին եւ այլն, հիմնականում կոմերցիոն բնույթի ֆիլմեր են նկարահանվում, իսկ դրանք որոշակի այդպես ստանդարտների պետք է հետևես այդ ստանդարտներին, որ ֆիլմը հաջողվի, որովհետև մեծ գումարներ են ծախսում ֆիլմը ստեղծելու համար ու բնականաբար արդեն պետք է գնաս կոմերցիոն ճանապարհով։ Իհարկե շատ լավ կլինի, եթե ոսկե միջինը գտնեն բոլորը ու նաև նյութ տան մտածելու, խորելու, հուզվելու ու նաև ծիծաղեցնելու, այդպես, բայց ոչ հաճախ է դա տեղի ունենում։ Պարոն Արզումանյան, Մալյանը ասում էր իր գրքում էլ է գրած, որ ինքը ստեղծագործում է մարդու համար։ Այսինքն իր ֆիլմերը եւ ընդհանրապես բեմադրությունները, որոնք նա բեմադրել ու նկարահանել է նաեւ ֆիլմերը, ասում է անում է մարդու համար։ Բայց այդ ֆիլմերը նաեւ տարբեր փառատոներին արժանացել են տարբեր մրցանակների։ Ինչ եք կարծում, մեր ռեժիսորները հիմա այդպես են մտածում, անում ենք ֆիլմ փառատոնի համար, անում ենք ֆիլմ երկրի համար, թե անում են չգիտեմ, ես միգուցե մի քիչ կոպիտ հնչի, ասածս կամ համաձայն եք այդ փաստին կներեք, էլի որ ընդհատեցի, համաձայն եք որ ես ֆիլմ եմ նկարում փառատոնային այդ արտահայտությանը, ես ֆիլմ եմ նկարում, չգիտեմ, երկրիս համար միմիայն։ Դե այդ փառատոնայինը, եթե միայն ինքն ու իր պես մարդիկ են հասկանալու, դա ոչ ոքի պետք չէ։ Մալյանի ֆիլմերը ինչով են ունիվերսալ, նրանք գրավել են տարբեր երկրների ներկայացուցիչների սրտերը, հոգիները, դրա այդ ֆիլմերը ոչ միայն հայկական են, այսինքն նրանք ունիվերսալ են, մարդու մասին ինչու է ասում։ Մարդը ցանկացած տեղում մարդ է մնում, չէ՞, մարդը իր թուլություններով, իր առավելություններով, իր բացասական կողմերով։ Այդ ֆիլմերը գրավել են եւ էստոնական հանդիսատեսին, եւ վրացական հանդիսատեսին, եւ ռուսներին, եւ իտալացիներին, այսինքն ստեղծվել են ֆիլմեր, որոնք բոլորի լեզվով են, այսինքն բոլորը հասկանում են։ Ու հետաքրքիր է դա դիտել, ասենք, Հայաստանն ինչ է շատերի համար, չէ՞, ոչ շատերը չգիտեն։ Հա, ուրեմն սա կա ինչ որ երկիր Հայաստան, որտեղ այս ամեն ինչ էս գեղեցկությունը, այդ կա, եթե առիթ ստեղծվի կարելի է գնալ, այդ ամեն ինչը նպաստում է։ Կարծում եմ դա հենց այդ եւ փառատոնային, եւ գեղարվեստական, եւ նաեւ կոմերցիոն տեսանկյուններից պաշտպանված ֆիլմեր են եղել ու ամենակարևորը, որ այդ ժամանակահատվածում գրական լեզուն այնքան հանգիստ ու ճկուն է մատուցվել, իսկ ինչու հիմա չի կարելի դա անել։ Այսինքն ինչն է, չէ՞, շատերը թաքցնում են ինչ-որ Ես որպես երիտասարդ ես էլ եմ մտածում, ինչն է մեզ պակասում, որովհետև իհարկե, չգիտեմ, ձեզ մոտ եղել այդ զգացումը թե չէ, բայց պիտի անկեղծանամ, քանի որ անկեղծ զրույց եմ, միշտ մտածում եմ, ես շատ ուրախ եմ, որ ունենք Հենրիկ Մալյան, ունենք Մեհեր Մկրտչյան, ունենք Դովլաթյան, ունենք Փարաջանով, բայց ես ուզում եմ նաև, որ լինի շարունակություն, այսինքն այդ ցանկը հանճարների մեծանա, ու ամեն մի արվեստագետ էլ փորձում է իր մեջ այդ պահի էլի, որ հնարավոր է ինչ որ մի լույս ինքն էլ իրենից հետո թողնի, մի հետաքրքիր բան թողնի հանդիսատեսին, բայց ինչն է պատճառը, որ այսօր մենք չունենք, այսինքն չասեմ Մալյան, բայց Մալյանի պես պրոֆեսիոնալներ, ինչն է պատճառը։ Պետական աջակցությունն է, պետք է լինի պետական աջակցությունը, այդ ամեն ինչը, որ այն ժամանակ մեծ այդ հայ ֆիլմ կինոստուդիան հսկայական քաղաք էր, ու այնտեղ այդ օրենքներով գնում էին եւ լեզուն ես չեմ տեսել եւ լեզուն ես էլ չեմ տեսել բայց ես ֆիլմերից դիտելով կարող ես դատել այդպես է եղել հա իհարկե այդ 80-ականներին ինչ որ շրջադարձային
ժամանակահատված եղավ ու սկսվեցին ինչ-որ այլ տեսանկյունից ֆիլմերը նկարահանելու մատուցվել, բայց միևնույն է, լեզուն, գրական լեզուն մնացել է ու ոչ մի դիսկոմֆորտ չի առաջացնում այդ ամենը լսելը։ Ես վստահ եմ, որ հնարավոր է։ Պարզապես այս վերջին տարիներին այնքան թերի այդպես ինչ-որ մարդիկ զբաղվեցին այս ամենով ու ասում էին, որ գիտեք, գրական լեզուն մատուցման համար հարմար չէ։ Այդպես օրինակ ռուսերենը այդ իրենց վատ այդ բառերը հանում ես, ինքը էլի մնում է ռուսերեն, բայց այդպես չէ։ Ռուսերենը կա դասական ռուսերեն ու կա նաև խոսակցական ռուսերեն, ինչպես բոլոր, ասենք անգլերենում էլ այդպես է, հայերենում էլ է այդպես։ Այսինքն իրենց թերությունները, այսինքն իրենք չեն կարողանում, չէ՞, մատուցել գրական լեզուն, իրենց մոտ պաթոս է ստացվում։ Հենց իրենք սկսում են գրական լեզվով շփվել, իրենց մոտ, չգիտես ինչու, միանգամից գալիս այդ այն վատ արտասանելու ինչ որ բաներ են առաջանում, որովհետև դե կներեք, հմտություն է պետք դրանով զբաղվել է, պետք երկար աշխատել է, պետք որ կարողանաս մատուցել այդ լեզուն այնպես, ինչպես պետք է մատուցել գրական լեզուն ու դրա վառ օրինակը Մալյանի մենք ենք մեր սարում, երբ որ հովիվները նստած հաց են ուտում, ես անկեղծ երբ որ փոքր էի ու առաջին անգամ տեսա այդ ֆիլմը, պարոն Արզումանյան, ես տեսա ոնց են հովիվները բերանը փակ ուտում։ Պարտադիր չի, եթե հովիվ ես, այսինքն էսթետիկական ինչ բարձր մակարդակ էր, որ այսինքն ես տեսա այդ փոքր թեկուզ չգիտեմ, կարող է ոչ բոլորն են նկատել, բայց ես իմ աչքը դա տեսավ։ Հսկայական քանակի հաղորդագրություններ եմ ես փոխանցել։ Հսկայական, այդ նմանատիպ էսթետիկ եւ այդ ամեն ինչը մինչեւ օրս կարծում եմ բոլոր դերասանները, մենք բոլորս կարող ենք ժամանակ առ ժամանակ դիտել ու ինչ որ մի նոր բան գտնել մեզ համար, որովհետեւ իսկապես այդ աշխատանքները առանց պես բաներ են դերասանի համար։ Պարոն Արզումանյան ջան, որպես վերջաբան, ինչ կմաղթեք Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնին։ Այս թատրոնը շատ եմ սիրում, ուզում եմ մաղթել, որ նոր ներկայացումներ, երկար ներկայացումներին երկար կյանք, թատրոնին երկար կյանք, փայլուն ներկայացումներ, հիշվող ներկայացումներ, ուժ, եռանդ, ստեղծագործական անսպառ էներգիա։ Ու մաղթում եմ, որ ամուր կանգնած լինեք բեմին։ Շնորհակալ եմ, ես էլ իմ կողմից եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ու մի փոքր էլ երազանք ունեմ, Աստված դա իրագործվի։ Շատ կցանկանայի, որ մի օր խաղալ ձեզ հետ հենց մեր բեմում, Մալյան թատրոնում, ինձ թվում է կգա։ Նարինե Մալյանին էլ կխնդրենք, կհամոզենք ու շատ շնորհակալություն ես անկեղծ համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտողներ, իմ հյուրն էր տաղանդավոր դերասան, լավ մարդ, Մկրտիչ Արզումանյանը։ Իսկ մենք կհանդիպենք։ Հաջողություն։ Գլխավորը մենք ենք ու Ամերիկան, չէ՞։ Ավստրիա։ Երազին երկիր հայրենի Խնձոր կսիրես։ Այո, կսիրեմ։ Երթամ քեզ համար խնձոր։ Խնդրեմ ուշադրություն կնկարեմ։ Այսքանը։ Ստեսու։